Խելացի Դավիթը Լինում է, չի լինում, մի գյուղ է լինում, այդ գյուղում Դավիթ անունով մի տղա էր ապրում, նա շատ խելացի էր և դպրոցի լավագույն աշակերտներից էր։ Մի անգամ Դավիթը որոշեց իր ընկերների հետ գնալ արշավի, որպեսզի հատապտուղներ հավաքեն և ընկերներով ուրախանան։ Առավոտյան գյուղում եղանակը շատ արևոտ էր, և Դավիթն ու իր ընկերները ճանապարհ ընկան։ Նրանք զամբյուղներով հատապտուղ հավաքեցին և լավ ժամանակ անցկացրեցին։ Ետ վերադառնալու ժամանակ մառախուղը հանկարծ պատեց ողջ գյուղը և տղաները մոլորվեցին։ Քանի որ շուտով մութն ընկնելու էր, Դավիթը առաջարկեց մի փչակ կամ քարանձավ գտնել և գիշերել այնտեղ, որպեսզի ապահով լինի։ Մոտակայքում մի մեծ քարանձավ կար, տղաները մտան այնտեղ։ Դավիթը որոշեց կրակ ստանալ, ինչպես սովորել էր դպրոցում։ Նա փոքրիկ ճյուղի օգնությամբ կրակ վառեց և բոլորը տաքացան։ Հանկարծ քարանձավի խորքից ինչ-որ վախենալու ձայն լսվեց։ Տղաները շատ վախեցան և խառնվեցին իրար։ Քարանձավում արճ կար, նա նկատել էր տղաներին և գալիս էր նրանց կողմ։ Դավիթը հիշեց, որ արջերը հատապտուղ շատ են սիրում և արագ կողմնորոշվելով զամբյուղով հատապտուղը դրեց արջի դիմաց։ Մինչ արջը ուրախ ուտում էր, տղաները փախան քարանձավից։ Նրանց ծնողները արդեն փնտրում էին տղաներին և քարանձավին մոտ էին։ Լսելով ձայները նրանք գտան երեխաներին ու ողջ առողջ տարան տուն։ Այսպիսով Դավիթը փրկեց իր ընկերներին։